Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգվույն Սրբո ամեն։ Ելից գիրք 30-րդ գլուխ։ Աստված գհրամայե Իսրայելի թողուլ Սինա լեռը։ Դերը Մովսեսի ասավ. Վեր ելիրասկե թուն ու ժողովուրդը, որ Եգիպտոսի եգրեն բարձրացուցիր, եւ կնա այն երգիրը, որ երթումով խոստացա Աբրահամի, Իսահակի ու Հակոբի ասելով, քու զարմիտ պիտի դամզայն։ Քու արջևետ հրեշտակը պիտի ղրգեմ եւ կանանացին, ամորհացին, քեդացին, պերեզացին, խևացին ու հեպուսացին պիտի վրընդեմ։ Բարձրացիր գաթ ու մեղր հոսեցնող երգիրը, բայց ես ցեզի հետ պիտի չբարձրանամ, որբեսի քեզ ջամփան չսպարեմ, քանի որ դու խստաբարանոց ժողովուրդ մնես։ Երբ ժողովուրդը այս չարակուշակ լուրը լսեց, սկաց, եւ ոչ մեկը իր զարդերը իր վրա դրավ։ Դերը ասաց էր Մովսեսի. «Ասե Իսրայելի որդիներուն, դուք խստաբարանոց ժողովուրդ մնեք, եթե վարգյամը քու մեջդ բարձրանամ, քեզ պիտի սպարեմ, ուստի հիմա քու վրա ետ վերցուր զարդերդ, որբեսի գիտնամ թե ինչ պիտի անեմ քեզի»։ Ուստի Իսրայելի որդիները իրենց զարդերը հանեցին Քորեբ լերանքով։ Դիրոջ ներգայության խորանը։ Մովսես արավ վրանը ու փանագավայրեն դուրս լարեց զայն, փանագավայրեն հերու եւ հանդիպումի վրան գոչեց զայն։ Ով որ դերը գխնդրեր դուրս գելեր թեպի հանդիպումի վրանը, որ փանագավայրեն դուրս էր։ Երբ Մովսես դուրս գելեր թեպի վրանը, ամբողջ ժողովուրդը ոտքի գելեր, յուրաքանչյուրը իր վրանին մուտք գգայներ ու Մովսեսին յետևեն գնայեր, մինչև որ ան վրանը մտներ։ Երբ Մովսես վրանը մտներ, ամբի սյունը գիչներ եւ վրանին մուտքը գգենար, ու դերը Մովսեսի հետ կխոսեր։ Ամբողջ ժողովուրդը կտեսներ, թե ամբի սյունը վրանին մուտքը գեցած է։ Ամբողջ ժողովուրդը ոտքի գելեր եւ յուրաքանչյուրը գերգրբակեր իր վրանին մուտքը։ Դերը կխոսեր Մովսեսի հետ երես առ երես, ինչպես մարդը իր բարեկամին հետ կխոսի։ Ապա Մովսես փանագավայրը կվերադառնար, բայց անորը սպասարկուն Նավեի որդին Հեսու երիտասարդը վրանեն չեր հեռանար։ Դերը կխոստանա իր ժողովրդին հետը լալ։ Մովսես դիրոջ ասավ. նայե, թուն ինձի գսես, բարձրացուր այս ժողովուրդը, բայց թուն ինձի չկիցուցիր, թե ով ինձի հետ պիտի ղրգես։ Սակայն ասիր, քեզ անունովդ կճանչնամ, նաեւ իմ արջևս շնորհք կդար։ Ուստի հիմա գաղերսեմ, եթե քո արջևդ շնորհք կդա, ցուցուր ինձի քո ջամփատ, գաղերսեմ, որ ջանչնամ քեզ, որբեսի քո արջևդ շնորհք գտնեմ, եւ հիշե թե այս ազգը քո ժողովուրդդ է։ Անասավ, իմ ներգայությունս քեզի հետ պիտի երթա ու քեզ պիտի հանգստացնեմ։ Մովսես անոր ասավ. եթե քո ներգայությունդ մեզի հետ չերթա, մեզ ասկե մի հաներ։ Արտարև ինչպես պիտի գիծվի, թե ես եւ քո ժողովուրդդ քո արջևդ շնորհք կտանք։ Միթե քո մեզի հետ երթալովդ չէ։ Այսպես ես ու քո ժողովուրդդ Եգրակունտի մագերեսին վրա եղող բոլոր ժողովուրդներեն պիտի զադորոշվինք։ Դերը Մովսեսի ասավ. այս բանն ալ պիտի անեմ, որ դու նսիր, որովհետև իմ արջևս շնորհք կդար ու ես քեզ անունովդ կճանչնամ։ Մովսես ասավ. գաղերսեմ, քու փառքը ցույց տուր ինձի։ Դերը ասավ. իմ ամբողջ փառությունս քո արջևետ պիտի անցնեմ ու Տիրոջ անունը քո արջևդ պիտի կանչեմ։ Անոր որ պիտի ողորմիմ, գողորմիմ եւ անոր վրա որ պիտի կթամ, կկթամ։ Նաեւ ավելցուց. Թուն երեսս չես կրնար տեսնել, որովհետեւ ոչ մեկ մարդ կրնա զիս տեսնել ու ողջ մնալ։ Դերը ասավ. ահա քովս դեղ մգա, վեմին վրա գայն է, երբ իմ փառքս անցնի, քեզ վեմին ձագին մեջ պիտի տնեմ եւ քեզ ապովս պիտի ծածկեմ, մինչեւ որ ես անցնիմ։ Հետո ապս պիտի վերցնեմ ու յետևես պիտի տեսնես, բայց երեսս պիտի չտեսնվի։ Փառք քեզ, Տեր Աստված մեր։ Ամեն։